Այս դրվագում իրավիճակը հասնում է դատարան, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել ընդամենը մեկ հայտարարությունից։ Ռոմելա Սարգսյանը կանգնած է դատարանում և վստահորեն պնդում է, որ Նարեկ Մկրտչյանը մեղավոր չէ։ Սակայն Նարեկին արդեն ոստիկանությունը բռնել է և նրա ձեռքերին ձեռնաշղթաներ են։ Նարեկը փորձում է բացատրել Ռոմելային, որ ինքը ոչինչ չի արել։ Նա ասում է, որ իրական մեղավորը Աշոտ Կարապետյանն է և որ ամբողջ պատմությունը սխալ ուղղությամբ է գնում։ Ռոմելան չի ցանկանում հավատալ Նարեկի խոսքերին։ Նա շրջվում է դեպի Աշոտը և պահանջում է իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Աշոտը, սակայն, փորձում է հանգիստ մնալ։ Նա հասկանում է, որ դատարանում ասված յուրաքանչյուր բառ կարող է իր դեմ օգտագործվել։ Ռոմելան մատնացույց է անում Նարեկին և ասում, որ եթե նա իսկապես անմեղ է, ապա պետք է բացատրի, ինչու է հայտնվել այս իրավիճակում։ Նարեկը հուզված պատասխանում է, որ ինքը ոչինչ չի արել և որ իրեն փորձում են մեղավոր դարձնել ուրիշի արարքի համար։ Դատարանում լարվածությունը գնալով աճում է։ Դատավորը բոլորին լռություն է պահանջում և սկսում է հարցեր տալ։ Ռոմելան դեռ չի հավատում Նարեկի բացատրությանը։ Նրա համար ամենամեծ հարցը մնում է մեկը՝ ով է իրականում ստում։ Աշոտի լռությունն էլ ավելի է կասկածելի դառնում։ Թվում է, նա ինչ-որ բան գիտի, բայց չի ցանկանում ասել։ Եվ հենց այստեղ կարող է բացվել այս պատմության